Ողջույն։ Այսօր մենք սուզվելու ենք մի թեմայի մեջ, որը բառացիորեն ձեր ձեռքի տակ է։ Խոսքը գնում է օպերացիոն համակարգերի մասին։ Դուք մեզ տրամադրել եք մի շարք աղբյուրներ, ու մեր առաքելությունն է այսպես ասած հետևել, թե ինչպես են մարդիկ փորձել սանձել այս անհավանական հզորությունը։ Սկզբում լարերը ձեռքով միացնելով, հետո արդեն հրամաններ գրելով ու վերջում հասնելով այն սմարթֆոնին, որը հավանաբար հենց հիմա ձեր գրբանում է։ Նախքան այդ ճամփորդությունը սկսելը, կարծում եմ շատ կարևոր է հասկանալ, իսկ ինչ է անում օպերացիոն համակարգը։ Շատերը չեն գիտակցում, բայց այն մի իսկական աճպարար է։ Պատկերացրեք, որ ձեր համակարգչի ուղեղը, պրոցեսորը, իրականում միաժամանակ կարող է միայն մեկ բան անել։ Միայն մեկ բան։ Այդ դեպքում ինչպես է ստացվում, որ ես եւ բրաուզեր եմ օգտագործում, եւ երաժշտություն եմ լսում։ Հենց դա է հնարքը։ Օհն զբաղվում է մի բանով, որը կոչվում է ժամանակային մուլտիպլեքսավորում։ Այն պրոցեսորի ուշադրությունն այնքան կայծակային արագությամբ է փոխում առաջադրանքների միջև, որ ձեզ թվում է, թե ամեն ինչ տեղի է ունենում միաժամանակ։ Այսինքն ստեղծում է միաժամանակության պատրանք։ Ըստ էության խաբում է մեր ընկալմանը։ Ճիշտ այդպես։ Եվ միաժամանակ այն զբաղվում է տարածական մուլտիպլեքսավորմամբ։ Դա նշանակում է, որ այն վերցնում է օրինակ ձեր հիշողությունը, RAM-ը, ու շատ խնամքով բաժանում է բոլոր աշխատող ծրագրերի միջև։ Համոզվում է, որ ոչ ոք մյուսի տարածքը չի խլում։ Նա ձեր սարքի ներսում, այսպես ասած, անխոնջ մենեջերն է։ Շատ լավ, բեմը պատրաստ է։ Եկեք վերադառնանք այն ժամանակները, երբ այդ մենեջերը ուղղակի գոյություն չուներ։ Զարմանալի է, բայց այս ամենի արմատները գնում են դեպի 19-րդ դար։ Ձեր աղբյուրները նշում են Charles Babbage-ի անալիտիկ մեքենան։ Թեև այն երբեք չի կառուցվել, բայց գաղափարը հեղափոխական էր։ Ու նա վարձել էր Ada Lovelace-ին, պատմության մեջ առաջին ծրագրավորողին։ Այո, ով ծրագրեր էր գրում դեռ գոյություն չունեցող համակարգչի համար։ Սա ցույց է տալիս, որ ծրագրային ապահովման գաղափարը, ինչ-որ առումով, նույնիսկ ավելի հին է, քան ապարատայինը։ Իսկ երբ իսկական համակարգիչները վերջապես հայտնվեցին, առաջին սերունդը 1945-ից 55 թվականներին, վակուումային լամպերի վրա էր։ Սրանք հսկայական, սենյակի չափ սարքեր էին, ինչպիսին ENIAC-ներ, ու այստեղ օպերացիոն համակարգ հասկացությունն ուղղակի գոյություն չուներ։ Կառավարումն ամբողջությամբ մարդու ձեռքում էր։ Իսկ ինչպես էր տեղի ունենում ծրագրավորումը։ Պատկերացրեք հին ֆիլմերի հեռախոսային կայանը, մալուխներով լի մի հսկայական պահարան, բայց զանգեր միացնելու փոխարեն դուք բառացիորեն հազարավոր լարերով հավաքվում էիք հաշվարկի տրամաբանությունը։ Այսինքն ծրագրային սխալը ոչ թե սխալ տար տպելն էր, այլ լարը սխալ անցքի մեջ մտցնելը։ Հենց այդպես։ Դուք ֆիզիկապես գրանցվում էիք, որ մի քանի ժամով օգտագործեիք ամբողջ մեքենան, ու անընդհատ աղոթում էիք, որ այդ ընթացքում 20,000 լամպերից որևէ մեկը չվառվի։ Այսպիսով առաջին սերունդը լուծեց հաշվարկի խնդիրը, բայց ստեղծեց նորը մարդկային գործոնի խնդիրը։ Մեքենայի թանկարժեք ժամանակի մեծ մասը ուղղակի վատվում էր։ Այո, անկնհայտ էր, որ պետք էր համակարգը մարդուց անկախացնել։ Ու հենց այդ անհրաժեշտությունից էլ ծնվեց երկրորդ սերնդի 1955-ից 65 թվականների գլխավոր գաղափարը։ Տրանզիստորների հայտնվելով համակարգիչները դարձան հուսալի և սկսեցին վաճառվել ընկերություններին որպես mainframe-ներ։ Բայց դրանք այնքան աներևակայելի թանկ էին, որ անգործության ամեն րոպեն կորցրած հազարավոր դոլարներ էր։ Եվ լուծումը դարձավ batch համակարգը։ Այո, փորձ մեքենայի աշխատանքից մարդուն հնարավորինս հեռացնելու համար։ Այսինքն աշխատանքները խմբաքանակով հավաքել ու միանգամից մշակել։ Այո, բայց գործընթացն ավելի նրբին էր։ Թանկարժեք mainframe-ը, օրինակ IBM 7094-ը, զբաղվում էր միայն հաշվարկներով։ Դրա կողքին դրված էր շատ ավելի էժան համակարգիչ, IBM 1401-ը։ Օպերատորը վերցնում էր ծրագրավորողների բերած ծակոտկեն քարտերի տրցակները, էժան 1401-ի միջոցով դրանք գրանցում մագնիսական ժապավենի վրա։ Հետո ֆիզիկապես տանում էր այդ ժապավենը դեպի թանկարժեք 7094-ը։ Ճիշտ այդպես, 7-անամա 1094-ը արագ կարդում էր ժապավենը, կատարում հաշվարկները, արդյունքը գրում մեկ այլ ժապավենի վրա, որը նորից տանում էին 1401-ին տպելու համար։ Այստեղ առաջին անգամ հայտնվեց մի պարզունակ ծրագիր, OHEI նախատիպը, որն ինքնուրույն կարդում էր աշխատանքները։
Ու հենց այստեղ էլ ծնվեցին $, $, Fortran հիշումներով քարտերը, այսօրվա հրամանների տողի նախահայրերը։ Սա արդեն կառավարման փոխանցումը մարդուց մեքենային։ Բայց մենք հասնում ենք երրորդ սերնդին 1960-ից 80 թվականներին, որտեղ ինտեգրալ սխեմաները խոստանում էին էլ ավելի մեծ հեղափոխություն։ Ու IBM-ը ներկայացրեց իր ամենահավակնոտ նախագիծը System 360-ը։ Սա, գիտեք, միաժամանակ եւ հանճարեղ էր եւ աղետալի։ Գաղափարը միասնական ճարտարապետություն ստեղծելն էր, մեքենաների մի ընտանիք, փոքրից մինչև հսկա, որոնք բոլորը կկարողանային աշխատեցնել նույն ծրագրերը։ Բայց դա նշանակում էր, որ պետք էր գրել մեկ OS 360-ը, որը կաշխատեր բոլորի վրա։ Այո, եւ գիտական եւ առևտրային խնդիրների համար արդյունքը եղավ աներևակայելի բարդ մի հրեշ, գրված միլիոնավոր տողերով ասեմբլեր լեզվով եւ լի հազարավոր սխալներով։ Նախագծի ղեկավարներից Ֆրեդ Բրուքսը հետագայում իր գրքում այդ փորձը նկարագրեց այսպես. բոլորը խրվել էին խեժի փոսի մեջ եւ որքան շատ էին փորձում դուրս գալ, այնքան ավելի խորն էին սուզվում։ Չնայած այդ խեժի փոսին հենց այնտեղ ծնվեցին այն գաղափարները, որոնք մենք օգտագործում ենք մինչ օրս։ Այո, եւ սա հեղափոխական գաղափար էր, որը ծնվեց մաքուր տնտեսական անհրաժեշտությունից։ Հասկացան, որ ամենաթանկ բանը պրոցեսորի ժամանակը, առևտրային հաշվարկների ժամանակ 80-90%-ով ուղղակի վատնվում է, սպասելով, թե երբ կավարտվի ժապավենից տվյալների ընթերցումը։ Այսինքն սա զուտ արդյունավետության խնդիր էր։ Ճիշտ է։ Ու այդ աղատնտեսություն կոչվող հնարքը ըստ էության այն ամենի նախահայրն է, ինչ դուք այսօր ընդունում եք որպես տրված իրողություն։ Հենց դրա շնորհիվ է, որ ձեր սմարթֆոնը կարող է միաժամանակ երաժշտություն նվագարկել, քարտեզի վրա ձեր տեղը թարմացնել եւ նոր նամակներ ներբեռնել առանց կանգ առնելու։ Այսինքն ոչ թե ծրագրերը հերթով կատարել, այլ դրանց կատարումները միահյուսել, լրացնելով պարապուրդի պահերը։ Սա արդեն ոչ միայն մենեջեր է, այլև շախմատի գրոսմայստեր, որը միաժամանակ մի քանի խաղ է վարում։ Հենց այդպես։ Եվ սա իր հերթին հանգեցրեց ժամանակի բաժանմանը, time sharing։ Ծրագրավորողները հոգնել էին ժամերով սպասել իրենց աշխատանքի արդյունքին։ Նրանք ուզում էին ինտերակտիվություն։ Համակարգերը, ինչպիսիք էին CTS-ը եւ հավակնոտ Multics-ը, թույլ տվեցին, որ տասնյակ օգտատերեր միաժամանակ միանան mainframe-ին իրենց տերմինալներով։ Եվ թե ով Multics-ը առևտրային առումով ձախողվեց։ Այո, բայց այն ոգեշնչեց իր ավենահայտնի ստեղծագործությանը։ Bell Labs-ի աշխատակից Ken Thompson-ը, ով աշխատել էր Multics-ի վրա, մի օր պատահական մի անկյունում գտնում է մի հին, ոչ մեկին չպետքական PDP-7 մինի համակարգիչ։ Ու զվարճանքի համար սկսում է գրել դրա պարզեցված տարբերակը։ Այդ նախագիծը դարձավ Unix։ Մի ամբողջ դարաշրջան, որը ծնվեց ձանձրույթից եւ մի հին համակարգչից։ Կարելի այդպես էլ ասել։ Unix-ի աղբյուրի կոդը հասանելի էր, եւ այն տարածվեց համասարաններում, բայց դա հանգեցրեց քաոսի։ Բոլորն սկսեցին ստեղծել իրենց սեփական, անհամատեղելի տարբերակները։ Իսկ դա լուծելու համար ստեղծվեց POSIX ստանդարտը, ճիշտ է։ Այո։ Հետագայում Unix-ի կրթական կլոնը Minix-ը ոգեշնչեց ֆին ուսանող Linus Torvalds-ին ստեղծելու Linux-ը։ Եվ ահա մի զարմանալի փաստ ձեր աղբյուրներից, որը շատերը չգիտեն։ Minix-ի մի փոքրիկ տարբերակ 2008 թվականից ի վեր գաղտնի աշխատում է գրեթե բոլոր Intel պրոցեսորների ներսում, կատարելով կառավարման կարևորագույն գործառույթներ։ Սպասեք, սա լուրջ եք ասում։ Այսինքն իմ համակարգչի պրոցեսորի ներսում հենց հիմա աշխատում է մի գաղտնի օպերացիոն համակարգ, Այո, որը ստեղծվել է որպես ուսումնական նյութ ու որի մասին գրեթե ոչ ոք չգիտի։ Սա ուղղակի խելահեղ է։ փաստացի այո։ Այն գտնվում է պաշտպանության ամենախորը մակարդակում եւ ունի ամբողջական մուտք դեպի ձեր համակարգիչ։ Շատ լավ։ Այսպես, կառավարումը կենտրոնացված էր mainframe-ների օպերատորների ձեռքում, բայց 4-րդ սերունդը 1980 թվականից սկսած ամեն ինչ շուռ տվեց։ LSI սխեմաները թույլ տվեցին ստեղծել անհատական համակարգիչներ։ Իշխանությունը սկսեց ասնել օգտատերերին։ Այո։ Ու այդ ժամանակ շուկայում գերիշխում էր Gary Kildall-ի ստեղծած CP/M օպերացիոն համակարգը։ Եվ այստեղ ձեր աղբյուրները պատմում են մի դրվագ, որը թերևս տեխնոլոգիական պատմության ամենաթանկարժեք բաց թողնված հնարավորությունն է։ IBM-ը նախագծելով իր լեգենդար PC-ին օպերացիոն համակարգի կարիք ուներ։ Նրանք թակում են ոլորտի թագավոր Gary Kildall-ի դուռը, իսկ նա ուղղակի չի ընդունում նրանց։ Ինչպես թե չի ընդունում։
Պատմում են, թե նա այդ օրը կնոջ հետ թռչում էր իր անձնական ինքնաթիռով, նրա իրավաբաններն էլ հրաժարվում են ստորագրել IBM-ի պայմանագիրը։ Արդյունքում հիասթափված IBM-ը գնում է մի պատանու Բիլ Գեյթսի մոտ։ Ով այդ պահին ՕՀ չուներ։ Բացարձակապես։ Գեյսն արագ կողմնորոշվում է, գտնում է Սիեթլում մի փոքր ընկերություն, որը ստեղծել էր CPM-ի քլոնը, գնում է այն մոտ $75,000, վերանվանում MS-DOS եւ վաճառում IBM-ին, իր համար պահելով այն այլ արտադրողներին վաճառելու իրավունքը։ Մի բաց թողված հանդիպում, որը Microsoft-ին դարձրեց կայսրություն։ Անհավանական է։ MS-DOS-ը սակայն դեռևս հրամանների տողով էր, բայց հետո տեղի ունեցավ հաջորդ մեծ հեղափոխությունը՝ գրաֆիկական ինտերֆեյսի ծնունդը։ Սթիվ Ջոբսը այցելելով Xerox PARC լաբորատորիա, տեսնում է մի բան, որը ցնցում է նրան՝ պատուհաններ, սրբապատկերներ եւ մկնիկ։ Այո, ու նա հասկանում է, որ սա է համակարգիչների ապագան։ Նա վերցնում է այդ գաղափարը եւ ստեղծում Apple Macintosh-ը, որը փոխում է խաղի կանոնները։ Համակարգչի հետ շփումը դառնում է ինտուիտիվ, տեսողական։ Իսկ Microsoft-ը պատասխանում է Windows-ով։ Այո, որն ի սկզբանե ուղղակի գրաֆիկական շերտ էր MS-DOS-ի վրա, բայց տարիների ընթացքում Windows 95, Windows NT վերածվում է լիարժեք հզոր OH-ի։ Եվ սա մեզ բերում է մերօրյա մարտադաշտ գրպանի համակարգիչներին, 5-րդ սերունդ։ Այստեղ կարծես պատերազմ ավելի կատաղի էր։ Անհամեմատ, շատերն արդեն մոռացել են, բայց կար ժամանակ, երբ թագավորը Nokia-ի Symbian-ն էր։ Այն ամուր էր, հուսալի, բայց նախատեսված էլ կոչակների համար։ Հետո հայտնվեցին RIM-ի BlackBerry սարքերը իրենց ստեղնաշարերով։ Որոնք կորպորատիվ աշխարհի սիրելին էին։ Հենց այդպես։ Եվ 2007-ին հայտնվեց Apple-ի iOS-ը, որը հասկացավ ամենակարևորը՝ ինտերֆեյսը պետք է ի սկզբանե ստեղծվի մատների համար։ Դա փոխեց ամեն ինչ։ Բայց իսկական ցունամին Google-ի Android-ն էր, որը հայտնվեց 1 տարի անց։ Որն էր նրանց ռազմավարությունը։ Նրանց ռազմավարությունը հանճարեղ էր իր պարզությամբ։ Եթե Apple-ը ստեղծել էր փակ, գեղեցիկ այգի, որտեղ ամեն ինչ իրենցն էր, Եվ ապարատը եւ ծրագրային ապահովումը, այո, ապա Google-ն ալեց ճիշտ հակառակը։ Նրանք ասացին արտադրողներին. մենք տալիս ենք ձեզ օհանը ըմվճար, դուք արտադրեք ինչ սարք ուզում եք, ինչ գնով ուզում եք։ Apple-ի փակ այգու դիմաց նրանք ստեղծեցին վայրի արևմուտք։ Հենց այդպես։ Այդ քաոսն ու ազատ մրցակցությունը ծնեցին սարքերի այն հսկայական բազմազանությունը, որն այսօր գերիշխում է շուկայում։ Եվ իհարկե չմոռանանք, որ Android-ի հիմքում ընկած է Linux-ի միջուկը։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս Unix-ի ժառանգության կենսունակությունը։ Այսպիսով մենք անցանք մի ամբողջ ճանապարհ։ Սկզբում ինժեներներն էին ամբողջությամբ կառավարում մեքենան, հետո կառավարումն անցավ OH-ի նախատիպերին, որոնք մարդուն հեռացրին գործընթացից։ Անհատական համակարգիչները կառավարումը վերադարձրին օգտատիրոջը, իսկ այսօր Ճիշտ է։ Եվ այս ամբողջ պատմությունը մեզ բերում է մի շատ հետաքրքիր կետի։ Ձեր աղբյուրները տարբերակում են երկու հասկացություն՝ ցանցային OH եւ բաշխված OH։ Ցանցային OH-ում, որը մենք բոլորս օգտագործում ենք, դուք որպես օգտատեր լիովին գիտակցում եք, որ ցանցում կան բազմաթիվ տարբեր համակարգիչներ։ ես կարող եմ միանալ հեռավոր մեքենային ֆայլեր պատճենել, բայց ես միշտ գիտեմ, որ գործ ունեմ առանձին համակարգիչների հետ։ Հենց այդպես։ Իսկ բաշխված OH-ի դեպքում Բաշխված OH-ում, որը երկար ժամանակ համարվել է օպերացիոն համակարգերի սուրբ գրալը, դե բազմաթիվ պրոցեսորներից բաղկացած համակարգը ձեզ ներկայանում է որպես մեկ միասնական հզոր համակարգիչ։ Դուք չգիտեք եւ ձեզ չի հետաքրքրում, թե կոնկրետ որ պրոցեսորի վրա է աշխատում ձեր ծրագիրը կամ աշխարհի որ սերվերի վրա է պահվում ձեր ֆայլը։ Ամեն ինչ թափանցիկ է։ Եվ ահա մի հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Երբ մենք ավելի ու ավելի ենք ինտեգրվում ամպային ծառայություններին, որտեղ մեր նկարները, փաստաթղթերը, հաշվարկների մի մասը կատարվում են հեռավոր տվյալների կենտրոններում, միգուցե մենք արդեն շարժվում ենք դեպի մի ապագա, որտեղ բոլորս փոխազդում ենք մեկ հսկայական գլոբալ բաշխված օպերացիոն համակարգի հետ, առանց դա լիովին գիտակցելու։ Այդ դեպքում ում ձեռքում է կառավարումն այսօր։ Որտեղ է ավարտվում ձեր անձնական սարքը եւ որտեղից է սկսվում ամպը։